Խաղացիան Աստծո ժողովուրդ։ Խաղացին ձեզ։ Սիրելի Աստծո ժողովուրդ։ Մի հատ շատ հետաքրքիր թեմայի շուրջ խոսացել ենք կամ երևի մենակ էս եղել ժամանակ։ Նոր ենք հայտնաբերել, որ հարց առաջացել մարդկանց մոտ։ Հիմի նորից քննենք այդ հարցը, նոր հարց առաջացել է։ Եղբայր ջան, ամեն իսրայելացի օրը երկու կար չէր զոհաբերում։ Դա անում էր ամբողջ երկիրը։ Իսկ Քրիստոսը խի պիտի զոհաբերեր օրը երկու կար, հո ինքը ղևտացի չէր։ Ես չեմ հիշում էդի որ համարի տակա, այս կոմենտարյան, որ թեմայի շուրջ զրուցելուց ենք եղել է երևի, հա։ Հա, բայց հասկացա հարցը, որ ես խոսացել եմ, որ Քրիստոսը զոհաբերում էր, որ երկու գար կամ Իսրայելի ամեն որդիները զոհում են, ինքն ասում չի պետք է զոհեին, որտեղ ողևտացի չի, որ ինքը զոհեր։ Մի խոսքով, ոնց որ ուղում է ավելի շատ, քան թե հարց, բայց ես կպատասխանեմ սրա սիրելի քուրեր եղբայրներ, սիրելի այս կոմենտարյան գրող, ավելի մի քիչ լայն առումով կնայենք, որ իրականում ամենքից մտքերներ բացվի, ամենքս էլ հասկանանք Տիրոջ խոսքը, որովհետև Տիրոջ խոսքը ծածկված է, հասկանում եք, քողը գցված, բանավանդ հին ուխտի վրա։ Քրիստոսով է այդ քողը վերցվում։ Եթե քողը չվերցնենք, կարդանք ու չենք հասկանա։ Դե գրված է էլի։ Դա մեզի չէր ասում, Իսրայելին էր ասում կամ Կորինթոսին էր ասում։ Բայց երբ որ քողը վերցնում ենք, տեսնում ենք, որ անձամբ անհատական մեզ ասում։ Ամեն մեկի սա։ Պողոս առաքյալը քողը վերցնելով հին ուխտի ասեց Իսրայելը այն մարմնի Իսրայելը չի։ Մենք ենք Իսրայելը։ Թրփատությունը մարմնի թրփատությունը չի։ Մեր սրտի թրփատությունն, այսինքն քողը վերցրած էր ինքը խոսում։ Բացահայտում էր լեզվի թարգմանությունը տալիս էր ինքը։ Լավ։ Տեսեք, կարդում եմ թվոց գլուխ, էդի գրված է, որ օրը երկու գար պետք է մատուցանեն, ստեղ սիրելի հարց տվող դու ասում ես, որ ամբողջ Իսրայելը պետք է օրը երկու գար մատուցանել, ամբողջ Իսրայելը, բայց դե տեսեք թվոց 28 առաջի գլուխը, թվոց 28 գլուխ առաջի խոսքը, առաջի երկրորդը մինչև երրորդ չորրորդը կարդանք։ Եվ Եհովա Աստվածը խոսեց Մովսեսի հետ ասելով. Պատվիրիր Իսրայելի որդիներին եւ նրանց ասիր Իսրայելի որդիներին պատվիրի, հասկանում եք, ամբողջ որդիներին, անհատական որդիներին, իմ պատարակները, իմ հացը, իմ նվերների համար իբրև իմ անուշահոտ պատարակները զգուշացրեք, որ ինձ մատուցանեն իր ժամանակին։ Իր ժամանակին թող մատուցանեն այդ նվերները, պատարակները, ամեն ինչը։ Պատվիրիր Իսրայելի բոլոր ժողովրդին, որ իր ժամանակին պատվիրեն։ Եվ նրանց ասի, նրանց Իսրայել ժողովրդի մասին, սիրելիներ, ես շատ տեղեր հանդիպեցի Աստվածաշնչի մեջ, որ բոլոր ազգի, բոլոր անհատականները պետք է մատուցանեն օրը երկու հատ գար, բայց ես այս մի տեղն եմ հանել։ Եթե ունեք համաբարբարով նայեք, դուք եք գտնեք այդ տեղերը։ Տեսեք, այս է այն պատարակը, որ Եհովային պիտի մատուցանեք։ Ոչ թե մատուցանես քահանա կամ ասենք ղևտացի, այլ մատուցանեն Իսրայելի բոլոր ժողովուրդը, բոլոր որդիները։ Օրը երկու հատ 1 տարեկան անարատ գառներ, մշտնջնենավոր ողջակեզի համար։ 1 գառը առավոտ անցը մատուցանես եւ մյուս գառը իրիկվանը մատուցանես։ Ու շարունակությունը։ Տեսեք, մշտնջնենավոր նշանակում է հավիտենական, միշտ անընդհատ ձեզի կանոնը լինի, միշտ անեք ու միշտ կատարեք։ Զատիկի տոնի համար ասում եմ մշտնջնենավոր տոնը լինի, հավիտյան տոնը, այդ տոնը կատարեք։ Նույնը այս պատարակը ասում եմ մշտնջնենավոր լինի։ Ամեն մի անհատական իսրայելացի, որը մենք ասեցինք մեր խոսացած ժամանակ միշտ ասում ենք, որ մենք ենք Իսրայելը։ Մենք ենք Իսրայելը, մենք ենք հավատքի ժողովուրդը։ Ես ինքս Իսրայել եմ։ Ու այս խոսքերը ինձ ա վերաբերվում։ Ամեն իսրայելացի օրը երկու հատ գար մատուցանի։ Ես պետք է օրը երկու հատ գար մատուցանեմ, դու պետք է քո համար առանցին երկու հատ գար մատուցանես, սիրելի հավատքի բոլոր ժողովուրդ, երկու հատ գար պետք է մատուցանեն։ Ստեղ արդեն հարց անորից առաջանում։ Եթե մենք մտածենք մարմնի տեսանկյունով, հնարավոր չի։ Աշխարհը գար չի մնա։
Հա օր երկու հատ հələ գարմենալը մի կողմ դրած մի տարեկան հասկանում ես մի տարեկան էլի պետք է մի տարեկան օրեկան 365 օրը եթե օրը երկու հատ գարմատության ես մի տարեկան 700 720 հատ մի տարեկան գար հաջորդ օրը նորից 720 մի տարեկան գար հաջորդ օրը սա մոտիկ չի էլի սենց ասած ոնց ասեմ ֆիզիկականով ասեմ թե չգիտեմ հնարավոր չի սա բայց մենք գիտենք հո աստծո շունչը հոգևոր է ու ամեն բան է հնարավոր իմի մեկ խոսակետ մասին որ իրականում ամեն բան հնարավոր է սա ասում է մեզ օրը երկու հատ գար ես պետքա մատուցան եմ ասում զոհաբերեմ մեկ առավոտը մեկ իրիկունը ու ես անում եմ հիմա ես կբացատրեմ մեկությունը ու դուք կասեք վայ մենք էլ ենք անում հոգևոր իմաստով լավ կանի ասեմ որ կանցնենք առաջ տեսեք գարը խորհրդապատկերումա հեզության խորհրդանշանն է գարը խորհրդապատկերումա հեզություն խոնարհություն ոչ ուրիշի կյանքով կերակրվող կենթանի խոտ աուտում ինքը ուրիշի կյանքը չի խլում ու ուտեմ կյանք ապրեմ այսինքն ես ուրիշի աշխատանքը չեմ գողանում ու վայելեմ սա է նշանակում ուրիշի կյանքով ապրելը բայց գարը ոչ մեկի կյանքով չէր ապրում դրա համար Աստված ասեց որ միս ուտող որը այսինքն կուլ տվող կենթանիների մսից մի կերեք բոլոր գազանները որ ուրիշի կյանքով են ապրում կուլ են տալի իսկ որ ուրիշի կյանքով չեն ապրում խոտ են ուտում երկրից են սնվում նրանք որոճում են հենց այս խորհրդապատկերն է սիրելի քորս եւ եղբայրս ու ես առաջի գարը առավոտը մատուցանում եմ ինչպես առավոտը ես առավոտը խորհրդապատկերում նորից եմ կրկնում որ լուսաբացը նոր սկսվում է օրը նոր սկսվում է սկիզբը առավոտը սկիզբը ամեն ինչի սկիզբը հենց արթնանում է սկիզբը օրվա սկիզբը սկսվում է այդ սկզբում դու գար մատուցան ասում այսինքն արթնացար վայ գործի տեղ էս պրոբլեմն է վայ են պարկատերը հեսա կգա առավոտ շուտ ես արթնես պրոբլեմները լսում գլխի զոհա այդ գարի այսինքն փառքես Տեր Աստված փառքես ամեն բանի համար ամեն բան կլուծվի իր ժամանակին ես հավատում եմ հույս ունեմ որ դու կանես գարը զոհեցի ես զոհաբերվեցի այդ պրոբլեմների առաջ տիրոջ առաջ տիրոջը ես զոհաբերվեցի տեսեք զոհեցի գարը առավոտը իսկ երկրորդ գարը երեկոյան այսինքն երեկոն էլ գիտենք շատ անգամ խոսացել ենք որ փորձություններն է խորհրդապատկերը երեկոն իրիկունը օրվա վերջն է փորձություններն է երբ որ մի փորձություն է կատարում մութը խավար է պատում մարդուն այդ փորձության ժամանակ էլ մի հատ գար մատուցան այսինքն որ փորձությունը գալի տեսնում ես չնախատեսված մի հատ դժբախտ բան ես լսում կամ կատարվում է գար մատուցան այսինքն խոնարհվի գար զոհաբերա խոնարհվի զոհաբերա քո այդ բարկությունը զոհաբերի քո այդ տրտունջը զոհաբերա քո այդ ամեն տեսակ վատ բաները որը վայ չի ասում մի հատ առավոտը մի հատ երեկոյան ամեն օր որտեվ ամեն օր արտանում ենք առավոտը զոհաբերության կարիք ունենք երեկոյան փորձությունները գալիս է զոհաբերության կարիք ունենք ոչ թե մենակ ես բոլոր հավատքի ժողովուրդը ունեն այդ կարիքը ու Աստված պատվիրում է գար զոհաբերա տեսեք որ կատարվում է մեր մեջ ես կատարում եմ ու դուք էլ եք կատարում անպայման սա երկրորդ տեղը որ հանել եմ Մատթեոս 5-րդ գլուխ 17-րդ խոսք եմ կարդում 18-19 մի կարծեք Հիսուսն ասում մի կարծեք թե ես եկա օրենքը կամ մարգարեները քանդելու ես չեկա քանդելու այլ կատարելու եթե Հիսուսն եկել է կատարելու սիրելի հարց տվող նոր որ ասիկ Հիսուսը խիբդի զոհի ու ինքը խեղդացի չի Հիսուս եկավ կատարելու այս օրենքը կատարեց ինքը այսինքն զոհաբերեց ինքը մի քիչ առաջ որ ասեցի ես ոնց եմ զոհաբերում բոլոր մարդիկ որը Հիսուսը իմ մեջ է ես զոհաբերում եմ այդ կառները դու զոհաբերում ես առավոտ իրիկու չեկա քանդելու այլ կատարելու տես օրենքը չեկավ ավիրեց եւ ասու խոսքը չի ասում դու արդար ես դու լավն ես դու մի զոհաբերա դու կզոհաբերես չէ բոլորին է վերաբերվում բոլոր իսրայելացու բոլոր հավատքի ժողովրդին բոլորի մեջ ու որ կա Հիսուս Քրիստոսը խոսքը ասում իրանա վերաբերվում ես խոսքը որտեղ ճշմարիտ ասում եմ ձեզ մինչև որ երկինքն ու երկիրս անց կենան օրենքիցը մեկ կետ կամ մեկ պստիկ նշանագիր չի անցնի մինչև որ բոլորը չկատարվի ո՞նց եք ասում մենք էդի օրենքեր հին ուխտեր անցած էր էդի ոչ
Չի անցել, մինչև բոլորը չկատարվի, իմ մեջ դա բոլորը մինչև չկատարվի, չի անցնի ոչ։ Արդ ով որ այս ամենափոքր պատվիրաներից մեկը քանդե եւ մարդկանց այնպես սովորեցնե, նա փոքրագույնը կոչվի երկնքի արքայությունումը, բայց նա որ կանե եւ կսովորեցնե, նա մեծը կոչվի երկնքի արքայությունումը։ Եսեք ինչա դուրս գալի, բոլոր կանոնները հին ուխտի մեջ, օրենքի մեջ ինչ գրված է, մենք պետքա կատարենք։ Հիսուսն եկավ կատարելու, ոչ թե քանդելու։ Բոլորն ասում են, Հիսուսը զոհել է, զոհաբերությունը քանդեց։ Ոչ։ Հիսուսը եկավ կատարեց։ Ինքը զոհ եղավ, որ կատարեց։ Այսօր դու պետքա զոհ լնես, որ կատարես։ Պողոս Արաքյալն ասում է, ես օրեկան մեռնում եմ, զոհեր լնեմ ինքը օրեկան։ Կատարելով ինչը օրենքը, հին ուխտը։ Հացի նվերքը մատուցանես, ձեթը, յուղը, լույսը, ճրագակարը կվառես։ Այսօր բոլորը մենք կատարում ենք մեր մեջ։ Եթե մեկն ասի հին ուխտը այդ անցած է, հինն էր, դա հերձում Աստվածաշունչը, կտրմա հինը գցումա, մարմնից հանումա դուրս, հերձումա, հերձելա կոշը։ Իսկ Պողոս Արաքյալն ասում է, հերձվածող մարդուց հեռու մնա 1-2 զուշացնելուց հետո։ Աստվածաշունչը մարմին է եւ չի հերձվում։ Ամբողջություն է։ Ուղղակի ես չեմ հասկանում։ Եթե ես չեմ հասկանում, ինչ եմ Աստվածաշունչը հերձում կամ սխալ հանում Աստվածաշունչի։ Հասկացաք, չէ, ես քողն եմ ես վերցնում, սիրելի քուրս եւ եղբայրը, սիրելի հաստվող, որ ամենքից կարդամ առաջի Կորինթացիների 15-րդ գլուխ 31 խոստնել էլի ամենքի շինության համար։ Երդմում եմ ձեզ մեր վրա ունեցած պարծանքովս, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսում ունեմ, թե ես ամեն օր մեռնում եմ։ Նոր ասեցի հիշեցի այդ խոսքը։ Ոնց էր ամեն օր մեռնում Պողոս Արաքյալը։ Ոնց կարա մարդը ամեն օր մեռնի։ Այսինքն հոգևոր իմաստով իմ բարկությունը ես գալիս է, մերցնում եմ այդ բարկությունը, մեռա ես։ Ես էի որ բարկանում եմ, բայց մեռա ես բարկության հանդեպ։ Այն որ ձեռս հետո գողության սաղ գողանում եմ, որ չգողանամ ոնց տունս պահեմ եւ այլ, մերցնում եմ, մեռնում եմ այդ գողության հանդեպ։ Իսկ մեզ ես հույսով եմ, որ ամեն օր այդ մեռնելու պահը հայտնվում է մեզ։ Ամեն օր մի հատ առիթ պատճառ կլինի մեզի մեռնելու համար։ Արիք համաձայնվենք։ Չկա տես մի օր, որ անառատ ուղիղ գնա մինչև վերջ։ Սկի չէ, հենց իմից ձուն է գալի դուրսը։ Վայ արայլ ես ձունն եկավ, հեսա բերքը կփչանա, փնդած։ Ապրիլի 10-ն է, չէ՞ այսօր։ Ապրիլի 10-ն է, բայց հələ տեսեք ձուն է գալի, հեսա կփչանա, սա մեր եղած։ Դա տրտունջ է։ Ես պետքա զոհաբերեմ դրան, պետքա մեռնեմ դրա հանդեպ։ Տեսեք առիթ եղա։ Մի ուրիշ պարագայի մեջ ոնց է լինի աշխատանքի վայրում դուրս գալուց ամեն օր պետքա մենք մեռնենք։ Բայց հոգևոր չլինի մարդիկ կան որ ինքնասպան են ելնում որ շուտ էթան ասում որ ոչ Աստված այդ մասին չի ասում ինքը կյանքը տվել է ինքը գիտի եւ վերցնի այդ կյանքը քեզանից դրա համար մենք մեր ներսի մեղքերը պետքա մերցնենք ես եմ կարդամ Հովանես այսինքն Պողոս Արաքյալի Հռոմեացիների թուղթը 8-րդ գլուխը մեր ճանաչված գլուխներից մեկը որ միշտ հիշում ենք այս պահը հիշատակում ենք 8-րդ գլուխ 5-րդ խոսքից 5-6-7 Բոլորի շինության համար ես ինչի եմ ես տարբեր տեղերից կարդամ որ միտքը ընդհանրացնեմ որպեսզի մենք հասկանանք Աստվածաշնչի բուն արմատը բուն էությունը բուն ասու կամքը Հասկանալու համար մեզ պետք է հոգևոր քննենք, այլապես մարմնավորը կտանի մեզ Բաբելոնի, խճճվածության, խառնաշփոթության, անհասկանալիության։ Մենք կպաշտենք մեկին, բայց չենք ճանաչի ով այդ մեկը։ Մենք կգոռանք Եհովային ենք մենք պաշտեմ, Հիսուսը մեր Աստվածն է, բայց ոչ Եհովային կճանաչենք, ոչ Հիսուսի։ Ուղղակի խոսքեր կասենք։ Իսկ եթե խորությամբ հոգևոր նայում ենք մեր մեջ Եհովան ով է։ Եհովան ինչ է, Աստված ինչ է անում, ինչ է ուզում մեզանից։ Նա կենդանի է թե չէ շատերն ասում են ես իմ դե ասում են երկնքում է կարող է բարերով չասի հավատացյալը դա բայց իր սրտի խորքում կասկածանքը գալի իր մեջ ինչի համար որտեղ չի ճանաչում հոգևոր իրան ճանաչում մարմնավոր աղոթում աղա չմա Տեր Աստված էսի տուր ամիսներով տարիներով աղոթում ու չի ստանում իր խնդրվածքը ու սկսում է թերահավատություն առաջանալ իր մեջ ուրեմն չկա Աստված կարող է հորինասպան է ես մի խոսքով սենց չարունակ Դրա համար լավ կարդում եմ Հռոմեացիների 8-րդ գլուխ 5-րդ խոսքից, որովհետև մարմնավոր լինողները մարմնի բաներն են մտածում, իսկ հոգևոր լինողները հոգու բաները,
որտեղ մարմնի խորհուրդը մահ է եւ հոգու խորհուրդը կյանք եւ խաղաղություն։ Որտեղ մարմնի խորհուրդը Աստծո դեմ թշնամություն է, որովհետեւ Աստծո օրենքին չի հնազանդվում եւ կարող է չի հնազանդվել։ Որտեղ հոգեոր կերպով ենք հննվում։ Սա կարծես լրացնում է։ Նմանատիպ խոսքեր շատ կան Աստվածաշնչի մեջ, ես ես մի տեղն եմ կարդում ժամանակի առումով, սիրելիներ, հասկանանք, որ այն գառը, որ մատուցանում էր օրը երկու հատ, որ պատվիրեց Աստված, դա կատարվում է այսօր։ Աստված երեք, այսօր հավիտյան նույնն է։ Հիշում եք այն տեղը, որ Աստված ասեց լույս լինի։ Ծննդոց առաջի գլուխ առաջի խոսքերն են։ Եվ Աստված ասեց լույս լինի։ Պողոս առաքյալը, տեսեք այդ խոսքերից Աստծո ասած, եթե երկրավոր մեր հասկացած մարմնավոր ժամանակով նայենք, քանի հազար տարի հետո է Պողոս առաքյալը ծնվել։ Պողոս առաքյալը ասում է Կորինթացիների 4-րդ գլխի մեջ. Այն, որ Աստված ասեց լույս լինի, ինքը Քրիստոսի գիտության լույսը ծագեցրեց մեր սրտերի մեջ։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Ասում մոտ չկա երեք այսօր հավիտյան, նույնն է ինքը։ Ժամանակ չկա ասում մոտ, այդ մեր մարմնավոր կյանքի մեջ է ժամանակը։ Ծնվել ենք, պետք է մեծանանք, հասնենք այս մի կետին ու վերջ։ Գնանք։ Սա է մեր հասկացած ժամանակը, բայց ասում մոտ ժամանակ չկա։ Ես այսօր ծննդոց գրքի մեջ եմ կարող հլպան չեմ հասկանում, հոգևոր կյանքի մեջ։ Մի ուրիշ պարագայի մեջ ես արդեն Քրիստոսի հետ խաշն եմ ելած։ Բայց ես նույն տարիքից նույն անznավորությունն եմ կամ դուք։ Մի բան կա հասկանում եմ, մի բան կա չեմ հասկանում։ Եթե չեմ հասկանում, հələ չեմ ասել Քրիստոսին, իսկ եթե հասկանում եմ ու կատարել եմ, ուրեմն Քրիստոսի հետ խաշն եմ ելած։ Այնպես որ ես Աստվածաշունչը սուպեր գիրք է, այս Աստվածաշունչը մի գիրք է, որ ես չեմ պատկերացնում, չեմ հանդիպել մի գրքի այսքան ժամանակ, որ այս Աստվածաշնչի 0.0001%-ի չափ իմաստություն ու գիտություն պարպատվի իր մեջ։ Մի հատ ուրիշ գիրք է էսի։ Դրա համար պետք է հոգով հասկանանք, որպեսզի կարողանանք հասկանանք, եթե ոչ, այսքան էլի մելա չգիտեմ։ Շատ լավ, Աստված փառավորվի։ Լավ մանրակրկիտ բացատրեցիր, ասեցիր։ Ժամանակն էլ արդեն մոտենում ավարտին։ Մնաք խաղաղության մեջ, սիրելի ժողովուրդ։ Տերը օրհնի ձեզ։